այս հանդիպումը ես մեծ կարևորություն եմ տալիս եւ հատկապես հանդիպման արդյունքներից ողջավորվելով ու զգալով, որ այս հանդիպումը եւ Սլավոնական համալսարանի ռեկտորի հետ հանդիպումը մեզ ոգեշնչելով իմացանք, որ այս հանդիպման արդյունքները լինելու է շարունակական եւ մեծ ուշադրություն է դարձում բովանդակությանը։ Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելու առումով սա եւս մի անգամ մեզ գիտելիքն ու շփումը ավելի հստակորեն, ավելի պարզ մեզ թույլ է տալիս շփվել ուսանողների հետ եւ իմանալ նրանց կարծիքը եւ լինել միասնական տարբեր համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման առումով եւ չնայած այսօր այս հանդիպման ընթացքում, այս մեր այցելության ընթացքում մենք այդ Ղարաբաղյան հակամարտությանը ընդհանուր եք անդրադարձել, մեր նպատակը եղել է մարտնչող Արցախ, այսինքն ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը ուղղակիորեն կապ ունի Արցախի Ղարաբաղյան հակամարտության լուծման հետ։ Ղարաբաղյան հակամարտությունը իմ կարծիքով կլուծվի այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը լրիվ միասնական կլինի եւ կարող է իր ուժով, իր հզորությամբ ու միասնությամբ դառնալ այնպիսի ուժ միջազգային ասպարեզում, որ աշխարհի երկրները եւ ընդհանրապես Ադրբեջանը զգա, որ այլևս չի կարող իր սուտը առաջ քաշել։ Քանի որ այսօր մենք չունենք այն պոտենցիալը, որ կարող ենք այդ անել, այսօր երևի դրա հետ է պայմանավորված, որ այս վիճակում ենք։ Ընդհանուր առմամբ այցելությունը Մայր Հայաստան մեզ համար, մեր խմբի համար լրիվությամբ եղել է ինչ եք ասել հիշարժան է եղել մեր խմբի համար եւ մենք կարեւորություն ենք տալիս հատկապես մեր համագործակցությունը ուսանողական կառույցների հետ եւ ղեկավարության հասկացող եւ վերաբերմունքը ուսանողության նկատմամբ եւ կարեւորություն ենք տալիս մեր մասնակցությունը, մեր ուսանողների համագործակցությունը եւ այսօրվա մեր այս այցելության ընթացքում մեր կապերի ամրապնդման արդյունքները, որը հետագայում կդրսևորվի եւ ես հետագայում կարող եմ հստակորեն ասել, թե տպավորությունս ինչքանով եղավ արդյունավետ։ Պայմանավորվել ենք նախնական, որ կլինի դասախոսների կողմից հայ սլավոնական համալսարանի դասախոսների կողմից մեր ուսանողների համար Skype դասախոսություններ եւ մեր ուսանողները երբ գրեն գիտական աշխատանքներ եւ նույնպես այստեղ մենք կուղարկենք այստեղ ուսանողներին կամ դասախոսներին մեր աշխատանքները գրելուց հետո իրենք կգրեն գրախոսական ընդդիմախոսություն մեր աշխատանքի եւ թերությունները եւ դրական կողմերը ցույց տալով ես կարծում եմ այս քայլը այս միջոցառումը կատարելը շատ կարեւոր նշանակություն կունենա ուսանողների ընդհանուր գիտական զարգացման համար եւ ամենալուրջ համագործակցության ազդակը կլինի եւ ուսանողները կունենան գիտական գործնական ընկերներ, որոնց հետ հետագայում կարող են դառնալ գոլեգաներ եւ լուծել գիտական աշխարհին շատ կարեւոր խնդիրներ եւ մեր երկիրը, որ պիտի լինի մենք ունենալով ռեսուրսներ, պիտի լինի գիտելիքահենք, այդ երկրի ստեղծման ինչ որ մի քայլը կկատարենք այդ մեր գործով։